Հռոմի Պապ Լևոն 14-ը կոչով դիմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, նախընտրել է նրան Ուկրաինայում խաղաղությանը նպաստող ժեստ անել։ Այս մասին հայտնում է Վատիկան Նյուզը։ Հռոմի Պապը կոչ է արել Ռուսաստանին կատարել խաղաղությանը նպաստող ժեստ եւ ընդգծել երկխոսության կարեւորությունը կողմերի միջև դրական շփումներ ստեղծելու եւ հակամարտությանը լուծումներ գտնելու համար, հայտնել է նա։ Ըստ տվյալների, Հռոմի Պապը կարծում է, որ ընդհանուր քրիստոնեական արժեքները կարող են լույս լինել, որն օգնում է խաղաղություն փնտրել։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի Ուկրաինա հնարավոր զորքեր ուղարկելու գաղափարն անիրատեսական է մի քանի պատճառներով։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի զինված ուժերի պաշտոնաթող գնդապետ Ժակ Հոգարդը։ Մակրոնը նախատեսում էր դա անել բրիտանական բանակի եւ հնարավոր է գերմանացիների լեհերի հետ համագործակցությամբ, բայց այսօր մենք հստակ տեսնում ենք, որ նրա ծրագիրը ձախողվել է, նշել է գործակալության զրուցակիցը։ Առաջին պատճառը ԱՄՆ-ի կողմից այդ գաղափարից հրաժարվելն է, քանզի վերջինս այն համարում է անարդյունավետ, կարծում է Հոգարդը։ Երկրորդ պատճառը փորձագետը համարել է ֆրանսիական բանակի անբավարար հնարավորությունները։ Նույնիսկ Մակրոնի չափազանց մեծ ցանկության դեպքում ֆիզիկապես դա անհնար է, հավելել է նա։ Գործակալության զրուցակիցը կարծիք է հայտնել, որ այդ ամենը ռետորական նպատակներով բանավոր ժեստեր են։ Մեծ Բրիտանիան չի կարողացել բավարարել ՆԱՏՕ-ի դաշնակիցների պաշտպանական ծախսերի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջները։ Այս մասին հայտնում է Washington Post-ը։ Պաշտպանության ռազմավարական վերանայման ընթացքում Մեծ Բրիտանիայի կառավարությունը նոր ռազմական ծախսերի կոչ է արել, սակայն այդ նպատակները դեռևս չեն համապատասխանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների նկատմամբ նախագահ Թրամփի պահանջներին, ասվում է նյութում։ Նշվում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ներկայացրել է ծախսերի ծրագրեր եւ խոստացել թագավորությունը պատրաստել պատերազմի, հայտարարելով, որ եկել է ժամանակը պաշտպանական դիվիդենտներ տրամադրել բրիտանական ժողովրդին եւ պատասխանել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին։ Միևնույն ժամանակ բրիտանական կառավարությունը նախատեսում է մինչև 12 նոր հարվածային սուզանավերի կառուցում, զինամթերքի արտադրության 6 նոր գործարանների ստեղծում եւ բրիտանական արտադրության մինչև 7000 միավոր հեռահար զենքի գնում։ Մեծ Բրիտանիան պետք է $20 միլիարդ ծախսի իր միջուկային մարտագլխիկների արդիականացման համար։ Արևմուտքը մինչև վերջ չի գիտակցում, ինչ հետևանքների կարող են հանգեցնել Ուկրաինայի սադրանքները, հայտնել է պրոֆեսոր Ջոն Միշմայերը։ Նրա խոսքով, Կիևի նույնիսկ ամենամոլի կողմնակիցները, որոնց թվին է պատկանում Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելոգը, սկսում են հասկանալ, որ ուկրաինական իշխանությունների գործողությունները սրում են իրավիճակը հակամարտության շուրջ։ ԱՄՆ-ն եւ Եվրոպան չեն հասկանում, որքան մեծ ռիսկի են դիմում Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Նույնիսկ Քելոգը խոստովանեց, որ կատակներն ավարտվել են, նշել է պրոֆեսորը։ Ուկրաինան հուսահատության մեջ է, ուստի պատրաստ է գնալ ցանկացած քայլի, ինչի արդյունքում ամբողջ աշխարհը հայտնվում է մի իրավիճակում, որն ամեն շաբաթ վատթարանում է, եզրափակել է նա։ Ուկրաինան կորցրել է Ռուսաստանի հետ խաղաղության հնարավորությունը 2022 թվականին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում։ Նման կարծիք է հայտնել կանադացի լրագրող Արոն Մատեն։ Ռուսաստանն Ուկրաինայի հետ բանակցություններ է վարել 3 տարի առաջ, նրանք ունեին միանգամայն իրական փողզիջում, որը սաբոտաժի ենթարկեցին ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան, հայտնել է նա։ Նրա խոսքով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի թիմը հնարավորություն է տեսել Ուկրաինային օգտագործել Ռուսաստանը արյունակամ անելու կամ նույնիսկ ոչնչացնելու համար, ինչի պատճառով էլ բանակցությունները խափանվել են։